My name is Robert Amsterdam and I am counsel to Իմ անունը Ռոբերտ Ամստերդամ է, ես Սամվել Կարապետյանի փաստաբանն եմ։ Վերջին օրերի ընթացքում ինձ հայտնի են դարձել պատմությունը վերախմբագրելու Փաշինյանի վարչակազմի նոր քայլերի մասին։ Նրանք ձեռնամուխ են եղել անցյալը մոռացության մատնելու լայնածավալ գործընթացի։ They are engaged in a massive effort of forgetting the past. Նրանք ցանկանում են, որ հայերը մոռանան ռազմական կորուստներն ու նվաստացումը, Արցախում իրականացված էթնիկ զտումները, սակայն որքան էլ անհավանական հնչի, կա մի բան, որը նրանք փորձում են ջնջել հիշողությունից, թերևս նույնքան համառորեն, որքան դա անդրադառնում է հենց իրեն, Փաշինյանին։ Incredibly, they appear to want the Armenian genocide forgotten. They appear to want to Նրանք կարծես ցանկանում են, որ մոռացության մատնվի հայոց ցեղասպանությունը։ Թվում է նրանք նպատակ ունեն կործանել եւ վերակառուցել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա մի կառավարություն է, որը գործում է օտար ուժերի օրակարգով, եւ սակայն այն ամենը, ինչ նրանք անում են, Եվրամիություն ու Միացյալ Նահանգներ վազելն է, փորձելով խոսել ապատեղեկատվության կամ այլ երկրների միջամտության մասին։ and attempt to talk about disinformation and other countries being involved as if they are some Նրանք ձևացնում են, թե թույլ, անօգնական ու անմեղ մի խումբ են, որոնք իբր կապ չունեն այս նենգ քաղաքականության հետ։ Մինչդեռ հենց նրանք են բախտիկը մահաճույքին թողել Բաքվում անմարդկային պայմաններում գտնվողներին։ Հենց նրանք են քայլ առ քայլ սակարկել երկրի ինքնիշխանությունը, բանտարկել հոգևորականներին ու քաղբանտարկյալներին եւ խարխլել իրավունքի գերակայությունը։ Time and time again, as if they were not involved in the imprisonment of the clergy and political prisoners and the dilution of rule of law, as if they had not been involved in changing the electoral code before the Հենց նրանք են ընտրություններից առաջ փոխել ընտրական օրենսգիրքը եւ կազմակերպել մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ, ընտրությունների նախաշեմին փորձելով ազդել արդյունքների վրա։ Նրանք ստիպված են լեգիտիմություն փնտրել երկրից դուրս, քանի որ երկրի ներսում որևէ աջակցություն չունեն։ inside the country. Եվ մինչ մենք ոգեկոչում ենք ցեղասպանության հիշատակը, ես գիտեմ, որ հեռուստաընկերությունները շատ շուտ կդադարեցնեն լուսաբանումը շնորհիվ պարոն Փաշինյանի։ Ես առաջարկում եմ բոլորիս լրջորեն մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք հասնել ընտրատեղամասեր եւ վստահ լինել, որ այս մարդը, որը որոշել է անցյալը մոռացության մատնելը դարձնել իր կառավարության առանցքային նպատակը, ինքն էլ ժամանակի ավազների մեջ մոռացության կմատնվի։ A keynote of his government that he too is forgotten in the sands of time. Շնորհակալություն։